Հազարավոր մարդիկ տարվա գլխավոր ձկնորսությանն են մասնակցում։ Չինաստանի Բուեր քաղաքում Շենյուի ամենամյա փառատոնն է, կամ ինչպես չինացիներն են ասում, Սուրբ Ձկան տոնը։ Ես մասնակցել եմ Շենյուի փառատոնին ավելի քան 10 անգամ, բայց առաջին անգամ եմ մտնում գետը։ Ուզում եմ կազմակերպիչներին ասել, որ գետում ծովախեցգետին կամ ձուկ շատ քիչ գտա, եւ իմ որսը այնքան էլ հաջող չէր։ Ամեն տարի փառատոնի ժամանակ մոտ 10,000 մարդ է հավաքվում Նանլե գետի մոտ։ Նրանք սովորական հագուստներով ու ձկնորսական ցանցերով գետն են մտնում ու սկսում մրցել ամենամեծ որսի համար։ Լավագույն ձկնորսի կոչումը ստանում է նա, ում ցանցում հայտնվում են ամենաշատ եւ ամենամեծ ձկները։ Ես ձեռքով ոչ մի ձուկ չեմ բռնել, բայց ցանցով կարողացել եմ 7 կամ 8 ձուկ բռնել։ Փառատոնի մեկնարկից առաջ կազմակերպիչները տոննաներով ձկներ են բաց թողնում գետում, հետո օրնվում է գետը ու սկսվում որսը, որին միանում են անգամ երեխաները։ Ես ձուկ էի բռնում ու տեսա, որ երեխաները խաղում էին գետում, գլուխները մտցնելով ջրի մեջ, ինչպես ես էի անում, երբ երեխա էի։ Տեղացիները հավատում են, որ Բուդան է իրենց ձուկ ուղարկել որպես նվեր։ Կարծում եմ, որ այս փառատոնը կարող է շատ զբոսաշրջիկներ բերել մեր շրջան։ Նրանք նույնպես կարող են մասնակցել փառատոնին եւ մեծ ձկներ բռնել։ Չինաստանում տարօրինակ փառատոնները քիչ չեն, ընդամենը մի քանի շաբաթ հետո նրանք կպատրաստվեն Շանմսի փառատոնին։ Չնայած բազմաթիվ քննադատություններին, կենդանիների պաշտպանների բողոքի ցույցերին, Չինաստանի հարավ-արևմուտքում Յուիլին քաղաքում 10-ից 15,000 շներ կմորթվեն ի պատիվ ամառային արևագալի։ Մորթված շների միսը օգտագործվում է չինական ավանդական խոհանոցում։ Աննա Գյուլնազարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։